կարելի է միշտ հումոր անել բոլոր թեմաների շուրջ, արգելված թեմաներ չկար։ Մարդիկ կասեն, ինչ բառամթերքեր, ոնց կարելի է 1000 հոգուց 9 հոգին կարող է վիրավորվել։ Ինձ մեկը, ես անում եմ հումոր, որ ինձ դուր է գալիս։ Բայց ինչի՞ չի կարելի հումոր անել։ Հումորը վատ բան է, ներողություն։ Չէ, շատ լավ է, բայց եթե վիրավորվի Բորիսը, այդ ոնց է հումոր։ Դառնում են անլեզու ու անողնաշար։ Այդ ինչ բառեր եք բերեմ մտրը։ Լավ էլ ակնոց եմ դնում, որտեղ քյոր է։ Չէ, լավ։ Ինչ ես ուզում։ Ինչ։ Հիմա էս լավ հումոր էր։ Դա հումոր չէր։ Լավ։ Դժվար մեզ մեկնաբանություններում գրեն, շնորհակալություն, որ հրավիրեցիք Լևոնին։ Եթե չգրեն, պապայից կասեմ, պապային կգրեն 3 հոգով։ Լավ։ Ողջույն Մոնգերեգ YouTube-յան ալիքի սիրելի հետևորդներ, ձեր էկրաններին հիմա տեսնում եք A to Z Կամ AIDF կամ Ad-Adoya podcast-ը։ Իդեպ օգտվեք առիթից եւ հիմա անմիջապես բաժանորդագրվեք Monk 3-ի YouTube-յան ալիքին եւ սեղմեք զանգակի վրա, որ բաց չթողնեք մեր թողարկումները։ Անպայման մենք փորձում ենք յուրաքանչյուր էպիզոդում անդրադառնալ երիտասարդներին հետաքրքրող թեմաներին։ Դե իսկ այսօր անդրադարձել ենք մի թեմայի, որը բարձրացնում է մեր տրամադրությունը, երկարացնում է կյանքը, մեզ հաճելի բայեր է պարգևում, չէ՞։ Այո, խոսելու ենք հումորի մասին եւ հումորի սահմանների մասին։ Դե իհարկե մենք պիտի ամենահամապատասխան մարդուն կանչեինք հումորի մասին խոսելու համար, բայց քանի որ այդ մարդը չկարողացավ գալ, մենք կանչել ենք Լևոն Խաչատրյանին։ Բարև ձեզ։ Մենք սկսեցինք 35 տարվա հնություն ունեցող կատակով։ Դե քանզի դու ես, որոշեցինք քո թվերի կատակ անենք։ Հա, իրականում մի քանի ֆավորիտ մարդ ունենք, որ պետքա գային, բայց ասես զբաղված են, հա, դրա համար դու եկար։ Հուսով եք չես նեղվել։ Հա, որ եկել եմ դրա համար։ Չէ։ Ես բայց իմ կոմֆորտ միջավայրն եմ ուզում ստեղծեմ, խնդրեմ իմ Կարմիր խնձորի բաժակը խնդրեմ բերեք, շնորհակալ կլինեմ։ Իմ Կարմիր Լյովը Կարմիր խնձոր ա ունեցել։ Եվ այնտեղ բաժակ։ Միջայլոց դիտեք Կարմիր խնձոր, շնորհակալություն Կարմիր խնձորի ռեժիսորին։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դու քո ապահով միջավայրում լինես ու կարողանաս հումորներ անես, որից հուսով ենք մենք մի փոքր կծիծաղենք։ Հուսով եմ այսօր դուք երկուսով սիփանի տեղը կհանեք։ Չէ, մենք նման նպատակ չունենք, իսեր ասա։ Հա, Լևոն, նախ ուզում ենք սկսել խոսել նրանից, թե արդյոք քեզ համար հումորը ունի սահմաններ։ Ինչի մասին, օրինակ, դու երբեք հումոր չես անի։ Ամեն ինչի մասին կարելի է հումոր անել, սիրելի ջելկա։ Իսկ չես կարծում, որ ամեն ինչի մասին հումոր անելը երբեմն անցնում է այդ վիրավորանքի սահմանը։ Այդ տրպությունն է, որ պետք է հումոր անողը հասկանա։ Այդ մասնագիտությունը տեղակայանում հումորիստի։ Այսինքն դու կարծում ես, որ դա լուրջ մասնագիտություն է, որին պետք է։ Դու դες չես կարծում։ Ես կարծում եմ այդպես, բայց կարծում եմ, որ Չէ, կարծում եմ ուղղակի որ ոլորտում, այսինքն այն ինչը որ մենք ամեն օր տեսնում ենք, ոչ բոլորն են մասնագիտորեն դրան վերաբերվում, էլի սիրողական դա վատ է, այո, հումորիստը դա մասնագիտություն է, շատ դժվար բաներ եմ խոսել։ Չի ուղղակի պետք չի նեղացնել մարդկանց, միշտ պետք է հասկանալ այդ գիծը, այդ կետը, որտեղից հետո արդեն մարդը կարող է վիրավորվի, թե չէ, յուրաքանչյուր թեմայի շուրջ կարելի է միշտ հումոր անել, ծիծաղել, որտեղ ծիծաղն է, որ փրկում է աշխարհը։ Իսկ եթե այսինքն խոսքը միայն մարդկանց նեղացնելու մասին չի, քո համար չկա տենց թեմա, որը մարդուց բացիով պետք է նեղանային։ Ոչ, դե եթե ասենք ինչ որ թեմա կա, այդ թեմայով ես չեմ սիրում կատականը կամ չեմ ուզում կամ իմ համար չի կարելի։ Okay, դու մի արա, եթե դուք չեք ուզում։ Ես օրինակ եմ չկա, այսինքն եթե խոսքը նույնիսկ նեղացնելուն չի վերաբերվում, ցանկացած թեմա։ Լևոնը արդեն սխալ է հասկանում։ Չէ, ես սխալ չեմ հասկանում։ Դուք եք սխալ ինտերպրետացնում իմ տեքստերը։ Չգիտեմ, կրոնի, մարդու արտակնի։ Բայց ինչի՞ չի կարելի հումոր անել։ Հումորը վատ բան է, ներողություն։ Չէ, շատ լավ է, բայց եթե վիրավորվի Բորիսը, էլ ոնց է հումոր։ Ինչ եմ արվում։ Դե ես չեմ վիրավորվում։ Մի հատ անկեղծ, եթե Բորիսը իմ արտակնի մասին կոպիտ հումոր անի, անկեղծ ես կնեղանամ իրանից։ Բայց ես գլուխը կջարդեմ այդպես։ Չէ, բայց կարող է Բորիսը չուզենա ինձ վիրավորի, այդ եմ ասում, որ միգուցե սահմանը։ Արի հասկանանք, այս կուզում ես ասես քո արտակնի մասին կոպիտ հումոր կարելի անել, եթե դու ստեղ չես, դա զաղացեցի։ Չէ, հարցը ներկայությունը չի։ Օրինակ, վերցնենք մի մարդու, որը հումորիստ է, ու շատ մեծ լսանի առաջ պետքա հումոր անի։ Ու դեպի հիմա ասում եմ ու հիշեցի այդ հումորը, որը վերջերս բոլորը քննարկում էին, ու ինչ որ հումոր է անում մարդը, որը խոցելի է ինչ որ խմբի համար։ Այսինքն դու վերցում ես հումորը ամբողջ լսարանի համար, բայց կան չէ այդ լսարանում մարդիկ խմբեր, որոնց համար կարող է վիրավորական լինել։ Խոսքը ես կարամ հումոր չանեմ ու ինչ որ խմբեր էլի վերավորվեն ինձանից։ Ես 8 միլիարդ մարդու համար չեմ կարող պատասխան տամ անկեղծ։ Այդ ամեն մեկից ինչ որ մեկը կարող է վիրավորվի։ Օրինակ հիմա դու կարող ես վիրավորվել, որ ես Կարմիր խնձորի դիտեք Կարմիր խնձորի հաղորդումը, ռեկլամ եմ անում իմ հաղորդումը։ Կարմիր խնձորը ամեն ուրբաթ 20:00-ին դիտեք Monk 3-ի YouTube-յան
ալիքում։ Հա, դու կարող ես Ես կենտրոն ես։ Բայց ես չեմ ուզում դրանով վիրավորվել։ Ես ուղղակի հումոր եմ անում։ Ես ուրախ մարդուկ եմ, ինչպես կասել Ավետը։ Ինչ որ մեկը կարա դրանից վիրավորվի, դա իր սահմանադրական իրավունքն է։ Իրան չեմ ուզեցել վիրավորել, ինչ անդադար։ Ես լիովին քո հետ համաձայն եմ, դրանով ուզում շեշտեմ, քանի չենք անցնել թեմայի վրայով, որ եթե հումոր անում մարդը չի ծաղրում, նպատակ չունի վիրավորելու, ձեռ չի առնում։ Հումոր անում, լավ ծաղրանքել է լինում։ Եթե ես ուզում եմ իմ նպատակն էլ ասենց ձևակերպեմ, որ հասկանաս, քեզ ժպիտ պարգևել, չգիտեմ, ծիծաղացնել քեզ կամ լիքը մարդկանց։ Եթե Էդ է իմ նպատակը, իզնից մի տեսակ վիրավորվելը ըստիս պետք չի, ոչ թե սխալական ճիշտ է, հա, անարդար է։ Կարելի է մոտենալ, ասել, գիտես, չստացվեց, այդքան էլ դուր չեկավ հումորը, արի այս թեմայով էլ մի արա կամ սենց որևէ բան։ Կարծիքն է, որ չստացվեց, դա օբյեկտիվ կարծիք չի, որ իր հումորը վատն է։ Եթե կոնկրետ մարդուն ասենք, եթե օրինակով ենք նայում, հա, որ Ջելկայի մասին եմ հումոր անում։ Կարելի է մոտենալ ուղղակի ասել, բայց դրանից վիրավորվել, նեղանալ, ասել ոնց Բորիսը իրան թույլ տվեց սենց հումոր անի, իմ կարծիքով չէ, պետք չի։ Շատ հաճախ հայկական ավելի ճիշտ կլինի ասել հայերեն լեզվով արված հումորները մենք շատ տարբեր ենք ընկալում, քան օրինակ ռուսերեն եւ անգլերեն։ Նույն հայհոյանքը, որը կարող է մշակույթի խնդիր է։ Հա, նույն լեզուն։ Մարդիկ կասեն, այս ինչ բառամթերք էր, ոնց կարելի է այս առումով հումոր։ Դա մշակույթի խնդիր է։ Մշակույթի խնդիր է, բայց էլի սահմանափակում է։ Դա խնդիր չէ, ավելին, դա մշակույթի տարբերություն է, ոչ թե խնդիր։ Բայց էլի ստացվում է, որ սահմանափակում է։ Բայց ես չեմ էլ ուզում հայհոյեմ եթերում։ Հայհոյանքը տեղ ունի, եթե դա արդարացված է։ Մենք օրինակ եղել է դեպքեր, հենց եթերում հայհոյել ենք, բայց ոչ կոնկրետ մարդու։ Այսինքն այդ վատ բառիկները, որը կարող են լավը չերևալ, եթերում ասենք արդարացված եղել, բոլորը ծիծաղել են։ Ռուսների կամ ամերիկացիների մոտ դա ավելի ընդունված է, որտեղ իրանք խոսակցական ընտանիքում նույնիսկ երեխան մոր հետ խոսալուց կարող ասի դու մի ասել։ Արդեն էս դավոտ մեջ։ Կարող ասի, այսինքն հումորում եթե ուզում եք տեսնել այդ ավարտում ամեն ուրբաթ կարող եք խնդրել։ Կարող տեսնել վայ չի, այոյա։ Ընդհանրապես ես կարող գնամ դեր նստեմ։ Լուիսը տեղը փոխեք այստեղ։ Դա անակնկալի ջելկա մենք յուրաքանչյուր բան եթե արդարացված է, կարելի է անել, ու կարելի է միշտ հումոր անել բոլոր թեմաների շուրջ։ Արգելված թեմաներ չկա, արգելված պտուղը դա կարմիր խնձորն է, որը կարող եք դիտել ամեն ուրբաթ 20:00։ Լավ, մի էսպիսի արդյունք եմ, բայց ես լինելով հայ մշակույթի կարող հայ տղա լսելով ռուսական ու ամերիկյան հաղորդումները, ստենդափները ու լսելով նրանց հումորները թեկուզ հայոյանքով կամ ինչ-որ թեմաներով, որ մենք հիմա այստեղ ասենց ասում ենք, վայ ոնց կարելի է այդ թեմայով ոչ մի, այսպես ասած, անհարմարություն իմ մեջ չի առաջանում։ Իսկ երբ որ նույն բանը ես լսում եմ հայերենով ու հայկական հաղորդումների մեջ, միգուցե ասենց ինչքան էլ ես չեմ սիրում այս բաները, որ ասել, վայ այդ ինչ բառ ասես չէր կարելի, բայց մի տեսակ ասենց մի տեսակ եմ։ Տարբերությունը ուրիշ տեղ է, տարբերությունը դրանում չի, որ հայերն են անում, թե ռուսներն են անում։ Տարբերությունն է, որ հայերը երբ որ դա անում են, մենք ոնց ասում հայերը ոնց որ ես բան եմ հոլանդացի չէ երբ որ մենք դա անում ենք մենք աշխատում ենք դա այնքան sense փոփոխենք սարքենք եթերային որ կարողանանք եթերով տանք իսկ դրան երբ որ կպնում ես ինքը էլ օրգանիկ չի ինքը տենց ինչ որ կտրտած բանը կպսում ես իրար այնքան որ մի հատ ոչ եթերային բառ ասես եթերով որ մարդիկ ասեն sense ու ծիծաղեն դա համար օրգանիկ չի իսկ այն մարդիկ չեն մտածում մարդիկ դուրս են գալիս բեմ հանգիստ ասում են իրենց սրտի եկած ինչու տենց ուշադրում են ու ամբողջ դահլիճը ծիծաղում ուրախանում որովհետև իրենք սովոր են այդ հումորը իրենք սիրում են ես էլ եմ սիրում իսկ մենք դրա մեջ եփված չենք մեր դեպքում դա դեռ հումոր իսկ իրանք մի 50 տարի է այդ հումորը անում են մենք բոլորս գիտենք որ եթերում գնացող հաղորդումներ կան որոնք չունեն այդ ցենզուրան եւ սահմանը եւ անում են հումորներ որոնք շատ հաճախ կարող են թիրախավորել մարդկանց եւ դարձնել ավելի սխալ ընկալելի այդ հումորը այդ ազատ հումորը հաճախ այնքան շատ հասանելի ու լավը չի ինչքան որ բլոգերը որը իր Instagram-յան էջում շատ համով ու լավ հումոր է անում իմ կարծիքով էլ օրինակ ես ավելի շատ այդ բլոգերին կհետևեմ որը հումոր է անում քան ինչ որ հաղորդման որը արի ճիշտ հասկանանք դա քո ընտրությունն է ում դու հետևես հաղորդումը նկարահանվում է եթե մանավանդ մարդիկ ասել են նրան որ առանց չկա տենց հաղորդում չգիտեմ որ հաղորդման օրինակ բերում առանց ցենզուրայի երբ որ մարդիկ հումոր են անում ու դու նայում ես բլոգերին մնացած 1000 հոգին այդ մարդուն նշանակում այդ մարդը ստացել է ինչ որ ուզում է դա արդեն դու պետք է ինտերես նայես թե չէ երբ որ ես անում եմ հումոր ես չեմ մտածում Բորիսը կլսի ինձ լավա դու չես լսի Վազգենը դերս կարող է լսի այն սենյակը ինձ մեկը
Ես անում եմ հումոր, որ ինձ դուր է գալիս։ Ու տես լիքը մարդ համոզված եմ իրենց դուր է գալու, որովհետև ժամանակի ընթացքում հումորի ճաշակ է ձեռք բերում։ Որտեղ ես գիտեմ, ես մոտապես ինչ հումոր եմ անում, ում դուր կգա, բայց ես չեմ անում ում դուր գա։ Իսկ ով է քոլեսարանը Լևոն։ Ես չգիտեմ, 25-ից 34 տարեկան տղամարդ եմ։ Չէ, ոնց ես բացի դարձի ոնց պատասխան։ Չէ, դու ինձ հենց նոր ասեցիր, ես գիտեմ ում հավաք հումոր անում։ Յուրաքանչյուր մարդ։ Ինչ որ տարիքային սեգմենտ։ Չէ, ես երեխեքի համար էլ կարող եմ հումոր անեմ, պրոստը ուղղակի դա ինձ այդքան հետաքրքիր չի։ Ես սիրում եմ ոչ եթերային, սև 18+, բայց համով հումոր։ Ուղղակի տապակ վիրավորանքներ չեմ սիրում։ Հիմա եթե դու մի հատ հումոր անես ու Բորիսը նեղանա, քո կատարած հումորից։ Չէ, կարող մենք խոսում ենք հաղորդումից, ինքը չի կարող հաղորդում նկարելուց կամ որևէ հումոր հանրային անելուց։ Մտածի դորը գա միկրոֆոնով եկալը։ Ով կնեղանա, ով չէ, տենց չի լինում։ Ես ու Բորիսը հումոր ենք անում։ Հիմա ոնց է հնարավոր, որ ես չմտածեմ, հանկարծ իմ նայողը չվիրավորվի իմ հումորից։ Ես հետ ուզում եմ պատկերացնել։ Բայց եթե դու Բորիսը չես կարող, դու եթե հումոր էլ չանես, քեզ նայող 1000 հոգին կարող է վիրավորվի, դու չես կարող մտածես այդքան ով է վիրավորվում, ով չէ։ Ուզում հասկանամ ինչն է քեզ անհանգստացնում։ Եթե ուզում ես ոչ մեկի չվիրավորես, պիտի գանգստենք լռենք, չնայած այդ լռելուց է կարող է նայողներից 1000-ից մեկը վիրավորվի, ասի ես միացրել էի, կես ժամ լռեցի իմ ժամանակը։ Բայց ճիշտ հասկանամ, դու նկատի ունես ինչ որ մարդկանց ես նեղացնում եւ այլն։ Ինչով եմ նեղացնում։ Ամենասկզբում օրինակ ասեցի, եթե Բորիսը իմ տեսքի մասին ասի, վերցնենք մարդու տեսքը, մի րոպե մի հատ ասեմ, բուլինգ չէ, մի րոպե, այդտեղ մի հատ շերտ կա, սահման կա։ Վերցնենք այն, որ լավ Բորիսը չէ, Կարենը ինչ որ հումոր է անում, իրան թույլ չի տա։ Լավ, թույլ չի տա, Պողոսը ինչ որ հումոր է անում մարդու տեսքի մասին, թիրախավորելով իրան կամ իր տեսքը եւ այլն, ինչ որ մի բան։ Այդտեղ սահման չկա, որ միգուցե ավելի սխալ է կամ ավելի վիրավորական է հնչում։ Եթե հումորը արվում է ծանոթ մարդու նկատմամբ, այսինքն ես օրինակ քո նկատմամբ ինչ որ հումոր եմ անում, ես ճանաչում եմ, չէ՞, ես մոտավոր պատկերացնում եմ, չէ՞, քեզ կնեղացնի թե չէ։ Եթե մտածում եմ, որ կնեղացնի ու անում եմ, նշանակում է իմ արած իմաստենով դու նեղանաս։ Եթե ես մտածում եմ, որ քեզ հանգարց չնեղացնեմ ու անում, նշանակում է ուղղակի հումոր եմ անում։ Բայց այդ այն դեպքում, երբ որ ես ու դու ենք, իսկ երբ որ ես անում հումոր, որը մեզ դիտում է ողջ YouTube-ը, որը ասենք ոնքը մի քանի 100,000 մարդ, որ ասում եմ մեկ, այս չի նշանակում մարդիկ ենից մեկ։ Հիմա եթե պետք է 85,000 հոգի ուրախանա, 300 հոգի նեղանա, մեկը ախր որ ինչ անեմ որ նեղանում են։ Այդ 300 հոգում ես սկսեմ հումոր չանել որ չնեղանա։ Այդտեղ հարցը գիտես ինչ ինչ ես ուզում։ Ոչ թե ես հասկանում եմ Լևոնը ինչ ասում, ոչ թե ինքը կոպիտ ասած թքած ունի, այդ մարդիկ կնեղանան թե չեն նեղանա, չէ, ուղղակի եթե վերաբերում եք այդ հարցին տենց որ ոչ մեկի չնեղացնենք, ուրեմն պիտի չանենք հումոր։ Ոչ մի բան կարող մենակ հումոր չէ, կարող է քո գործունեությամբ էլ նեղացնես։ Դու օրինակ ռադիոյում շատ երեցիկ ձայնով որ հաղորդում ես վարում, չէ։ Օրինակ կարող է ասես մեր եթերում, չգիտեմ, գովազդ այդ գովազդից 300 հոգի ներվայնանան, ասեն սպանի ձեր գովազդը ու փոխեն։ Հիմա ինչ են գովազդ չանես, փող չաշխատես, ընտանիք չպայես։ Նեղանալ պետք չի։ Այդ արի խոսնես ուղենք մեր սիրելի հետևորդներին։ Երբեք հումորից մի նեղացեք, եթե կարող եք պատասխանեք հումորով։ Եթե կարող եք ճպացրեք իր դեմքին ձեր հումորի պատասխանը, դա ավելի թեթև։ Ես սպասում եմ ճպացրեք իր դեմքին, բայց հումորով։ Այլապես ուրբաթորերը մոնկերեկի եթերում ես ձեզ կասեմ, որը որից հետո է։ Ցանկացած թեկուզ օրինակ ես բերում քո արտակնի մասին էլ շատ կենտրոնացեմ դու շատ սիրես ինձ կարելի է հումոր անել առանց քեզ վիրավորելու բայց եթե այդ հումորը համով է ծիծաղալու է ու արդարացված այսինքն եթե ես ուղղակի որոշեմ մեկ էլ կպնեմ քո ինչ որ մազին ու դա խնդալու չլինի եւ լինի տափակություն միգուցե հա անհարմար իրավիճակ ստեղծվի ու տպավորություն լինի որ քեզ վիրավորեցի ուղղակի չնայած կարող է վիրավորվես որովհետեւ միգուցե քեզ դա ծիծաղելի թվա միգուցե տրամադրությունդ բարձրանա բայց դու ասելով նկատի չունեմ հենց քեզ էլի օրինակ եմ բերում չունենաս սամա իրոնիա ասած մարդ ինչքան ունի զարգացվածություն այնքան ունի ինքնահեգնանք կարծում եմ որ մեր իրականության մեջ շատ էրը այդ ինքնահեգնանքը չունեն ու դրա համար է մեր իրականության մեջ բազում հաղորդումներ ու բազում հումորներ դառնում վիրավորանքի առիթ այնինչ այդտեղ 99% դեպքերում չկա վիրավորվելու որևէ բան այ հարցնիչումներ դուք համաձայն ես որ մեզ պետքա մի քիչ ավելի շատ ունենալ այդ ինքնահեգնանքը մի քիչ չէ դու պետքա դա ունեն դա մի քիչ հղի չեն դինում եթե ունես ինքնահեգնանք ունենում ես ինքնահեգնանք դա հումոր չէր լավ չգիտես որ դա թեվավոր խոսք է նշանակում է ինչ որ բան որ անում ես մինչև վերջ պետք է անես
Դու ես ստացու որ ես միշտ հումոր եմ անում։ Ես մեկ-մեկ լուրջ եմ, ես եկել եմ ոդկասթի, ես եկել լուրջ բաներ։ Լևոնը միշտ հումոր անում ուրբաթ երեկոյան 20:00-ին, Կարմիր խնձորի եթերում։ Ունդեղ եմ միշտ հումոր չեմ անում, մեկ-մեկ լուրջ եմ ասում, բայց ամեն լուրջ բան ունի իր մեջ հումորի բան։ Խոսում եմ մարդուց, ինչ ես օրինակ։ Հակասին։ Ինչ էր ասում։ Չեմ հակասում։ Ինքնահենգրակ պետք է ունենալ միշտ, որպեսզի չնեղանալ։ Ախր այդ ինքնահենգանքի մեջ պետք է հասկանալ ինչն է տափակ եւ անմակարդակ հումոր, ինչը չէ։ Դե դա հիմա ով որ քո հետ հումոր անում, իր հետ հասկացի։ Ինչ էի ասում։ Կավենում հումորներ կան, որտեղ դու պրաժարկ ասվածը գիտես ինչա։ Մարդկանց պետք է թեժ տապակես։ Այսինքն այդ մարդը եթե պետք է նեղանա, ապա բոլորին մեկ է այդ մարդը, որ պետք է նեղանա, որտեղ այդտեղ հավաքվում են ասենք մի 400 հոգի հանդիսատես եւ եւս մի 30 հոգի մասնակից, ու այդ բոլորին մեկ է այն մի հոգին, ով որ կնեղանա, որտեղ եթե եկել ես հումորի ասպար ես, ուզում ես որ մարդիկ հումոր անեն, եթե դու պետք է նեղանաս, ուրեմն դու բան ես, տուխլյակ, ոնց են ասում, այրեն ոնց են ասում են, փտած ես, էլի, ասենք ոնց կարելի է հումորից նեղան, ինչ հումոր օրինակ հիմա դու պետք է որից ես նեղանամ։ Գնա կավենն է, գնա կավենն է։ Առհասարակ ցանկացած ստեղծագործող մարդու խանգարելու է, եթե սկսեք մտածել ով կվիրավորվի, ով չէ, որովհետև այսօրվա մեր իրականության մեջ բոլորը վիրավորվող են։ Մի բան անելուց առաջ, նայ, դու պիտի մտածես, չվիրավորել, չգիտեմ, տարեց մարդկանց, չվիրավորել հավատացյալներին, չվիրավորել կանանց, չվիրավորել տղամարդկանց, ուսուցիչներին, չգիտեմ, սպորտսմեններին, ու այս չի կարելի մեջ դու ստեղծագործելուց ուղղակի դրա համար էլ անկեղծ եմ ասում շատ դեպքերում ֆիլմեր, սերիալներ, ստենդափ համերգներ, հաղորդումներ դառնում են անլեզու ու անողնաշար, որովհետև դու նայում ես ու հասկանում ես, որ իրանք փորձում են հանկարծ ոչ մեկի չվիրավորել։ Արդյունքում ոչ մի թեմա չի մնում, որ կարելի լինի մինչև վերջ անկեղծ բաց խոսալ։ Ոչ մի վատ բան չկա, որ հումորը շատ է։ Իսկ մենք ազգով ունենք շատ հումոր։ Մենք հումորային ազգ ենք, մենք սիրում ենք հումոր։ Ի վերջո այդքան բաների մեջով անցել ենք, որտեղ ունենք հումոր։ Հիմա եկել ենք միտեղ ասում են դա բուլինգ է, դա հումոր չի։ Այդ ինչ բարեր եք բերե մծրը։ Լավ էլ ակնոց եմ դնում, որտեղ քյոր է։ Չէ, բայց ու չա։ Հա, չաղը։ Դու body, ինչ? Body shaming։ Body shaming։ Ես հենց նոր քեզ body shaming-ի ենթարկեցի։ Չէ, ցավը տանը։ Ինչ body shaming-ը ո՞րն է։ Ոչ մի հատ քիչ ուտե ինձ հետևես էս չէ։ Ոչ դե body shaming։ Ոստիկան մարդկանց վրա հումորը սա ոստիկանություն են դիմում, դաթի են տալի, դա նորմալ է։ Պետք է արձագանքեմ։ Չես կարա։ Ասա ջերկա ջան, ասա ցավը տանը։ Ոնց ես կարծում, ոնց պետք է գնալ դեպի այդ որակյալ հումորը։ Ինտելեկտով։ Եվ ինչ պետք է դրա համար անեն։ Դրա համար պետք է անալ լայն աշխարհ ընկալում։ Չկա, եթե ուզում ես ավելի պրոֆեսիոնալ, պետք է կարդալ գրքեր, գրականություն, սովորել, ընդունվել հատուկ համալսարան, դա կլինի իմը ժողն ա եղել։ Ես քանի որ կավենից եմ, մեր կավենի տունը ժողն ու բժշկականն են, դա բոլորը գիտեն, էլի։ Բայց թատերական ինստիտուտ կա, որտեղ ավելի պրոֆեսիոնալ կես կդարձնեն։ Ես հումոր անում սենց է, որովհետև ես չունեմ բեմական խոսքի կրթություն։ Դա ինձ պակասում է իրոք։ Ես պայտակ չեմ կամ ճիշտ տենց ես ռադիո եմ դասում ես չեմ կարող բայց ինձ էլ տենց է ինչ անեմ ինչևէ պետք եթե ուզում ես պրոֆեսիոնալ ապա պետք է ակադեմիական կրթություն եթե ուզում ես նենց պետք է մեծ աշխարհ ընկալում ազատություն կոմպլեքսներից ազատվում ու նուրբ զգացողություն որտեղ մարդ վիրավորվում որտեղ չէ այդքան գումար մեկ ես ծույլ փող աշխատել ստորին 65000 դրամ այդ կենացել մենք խմենք Ձեր համար եմ խոհում, իմ ստորիները փոս չկար։ Տեսել ենք քո շատ պարոդիաներ, որ անում ես, հա, նմանակում։ Շատ չեք կարա տեսածել եք։ Շատ ենք տեսել պարոդիաները։ Դա ուրիշ բան որ շատ եք տեսել, հա։ Դե ոնց կարելի է կոմենտ անել քո հումորները։ Ինչ ուզում ես արել։ Շնորհակալություն։ Կոմենտաներ քո։ Просто ես բայց էլ ոչ մի բան հումոր չեմ անել, պարապստի տեղաճի, այս բայց էդի ցախնակալ է, ասել չի։ Երբևէ եղել է որ այդ մարդիկ ում նմանակում անում ես վիրավորվեն։ Ոչ։ Հաստատ գիտես։ Հարցրել ես։ Նախ մինիմում այն մարդկանց ում որ ես նմանակում եմ եթե նեղանել ես իմաստեղ չլինի, սկսենք։ Կա։ Այդպես խնդիր կար մի հատ, դա բացահայտել։ Երկրորդ ես երբեք չեմ վիրավորել այդ մարդկանց, երրորդ մենք երբեք պատերության մեջ չենք գրել այդ մարդկանց հասկանալով շատ նուրբ բաներ։ Ու երբ որ մարդ այդ քաղաքականության մեջ է, բանը չի կարելի այնց անել, որ չգիտեմ, ազդես ինչ որ մենք մի խոսքով երբեք ոչ մեկի կողմը չենք բայել։ Ամեն ինչ ասենք նենց ոնց կա, շատ դեպքերում այդ շատ ծիծաղալու արտահայտությունները հնչել են առաջինը իրանց շուրթերից հետո նոր մեր, ուղղակի մենք իրանց բերել ենք ավելի ցենց դրել ենք
առօրյա վիճակի մեջ հանդիպում են կազմակերպել դուրսը գնաց են ձուկ բռնելու բան, բայց վիրավորական ոչ մի բան չի եղել։ Հակառակ այդ պարկանց բասեն ամեն օր իջացնում է եթերով ինչ վատել։ Շատ լավ, իսկ ուրախ տեսը, ուրախ բանով իջացնում։ Հանդիպել ես նրանցից որևէ մեկի, որ իրական կյանքում շփվեց, որևէ երկուսին էլ հանդիպել։ Խնդրանք էլի մի հատ խնդրանք կպատմես ոնց ա եղել այդ հանդիպումը, բայց այդ մարդու չեմ կարող շատ մանրամաս չէ։ Օ, չի կարող, շատ անձնական է իր համար։ Չէ, ինչն անձնական։ Ես ուղղակի եմ ջելկա, ես չունեմ այդ կոմպլեքսները։ Դա ուրիշ խնդիր է։ Չեմ անի, որովհետև ինչն է դա պետք։ Բաց այդ ես արդեն վաղուց չեմ անում։ Ինչ ֆոտոս անում։ Այդ նմանակումները, որ դու տեսել ես, ես վաղուց չեմ, չէ, վաղուց չեմ անում։ Իրականում չեմ անում։ Ես հիմա անցել եմ ուրիշ բան։ Ես եկել եմ Monk 3 իմիջայլոց։ Ես եկել եմ Monk 3 Կարմիր Խնձորը, Կարմիր Խնձոր, Մաֆիա Դոր, մեգա նախագիծն եմ ես վարում։ Գոնե կանչել եք ասեք լիո ոնց է, ոնց փորիժ գլումովի ոտից։ Դες բաներ գոնե խոսել, եկել ես բաներ ասել։ Չէ, այդ ամ չեմ պատմի, հանդիպել եմ, այո։ Իմիջայլոց իրենց նախաձեռնությամբ ա եղել հանդիպումը։ Շատ լավ ընդունել են, շատ սիրել են, ասել են ապրեք ուրանում եք, մենք չենք նեղանում։ Այն որ խոսում են որ ինձ տուն ավտո են նվիրել, դա սուտատես բաներ չկա։ Չէ, դες բաներ չկա։ Կարևորը ես ունեմ այդ մարդկանց կողմից հարգանքսել ու ճանաչել, ինձ ասեն, ինչ ուզում ես արա, մենք քեզանից չենք տեղան, որտեղ մենք ունենք ինչ ինքնա մոռացան ինչ ցեն խոսում, հասկացա։ Ինքնահեգնան։ Լավ, Լևոնը հումոր արեց, վերջացրեց, բայց իրականում մի հատ Սիելի Բորիս, նախ իրան ասենք, որ մենք նախ մենք ասենք, որ պարոն Գլումովն այդ խոսերը մենք արդեն գիտենք, թե ինքը ոնց է վարում եւ ինչպես է հասել Մաֆիադորի հաղորդավար դառնալու ճանապարհին, այնպես որ մենք ներքի խոհանոցը գիտենք, ամեն ինչ։ Մենք էլ ենք նույնպես հասել, ինձ առաջ պարոն Գլումովն է ոդկաստ վարում։ Չէ, մի րոպե, մենք ամեն ինչ գիտենք, նենց որ որ ձեր համար պարոն Գլումովը, իսկ իմ համար իմ շատ հարազատ ու մտերիմ ընկեր Եգորը, Գոր։ Ինչ որ բան փոխեց դա։ Այո։ Լավ։ Պարոն Գլումովը քեզ համար լավ։ Որ իմ վրա հիմա դու տաշած դրա։ Ինչ ուզում ես ասել, կյանք, ջելկա ինչ ուզում ես ասել, ես պատրաստ եմ։ Դավայ, ասա։ Չէ, ես չեմ ասում, չէ։ Լավ, ասացիր առավելությունը, չէ՞, հենց մասնագիտական օրինակ թատերական ինստիտուտում սովորելը։ Ակադեմիական։ Ակադեմիական։ Դու գիտես դա ինչ է։ Հա, ես գիտեմ։ Ես դժվար։ Ես չգիտեմ դու որտեղ ես ավարտել։ Լրագրող ավարտածը պետական։ Վերջարեց։ Ավելի լավ կլիներ, որ բոլորը զբաղվում էին այդ կրթությունը ունենային, թե ամեն դեպքում կարծում ես, որ մարդը կարա առանց դրա լիովին ճշգրիտ ու պատշաճ ձևով կատարի գործը։ Այդ երկրորդ մասը։ Եթե խոսքը վերաբերում է հումորին։ Չէ, հումորը աստվածատուր է իմ խորին համոզմամբ, որովհետև մարդիկ կան շատ որ ունեն ակադեմիական կրթություն, բայց չունեն հումոր։ Հիմա այդ մարդուն չես տիպի հումորը։ Ակադեմիական կրթությունը ավելի շատ պետք է դրամայում խաղալ համար, որովհետև մարդուն չի կարող աստվածածուր տրված լինի լացելը։ Ծիծաղեցնելը հումորը կարող է, դա լացածնելը չեմ կարծում։ Այստեղ չեմ համաձայնում, որովհետև նույն ձև լրի մարդուն տրված է լինում խաղալ շատ լավ դրամայում ես ուժի բան իմաստներ հումորը շատ լավ բան ակադեմիական կրթություն ինչ մի ակադեմիական բառանգիր է բերան շատ լավ բան է թարգետով այո թարգետը ավելի շատ կնի եթե ես ավարտեմ թատերական ինստիտուտը ես չեմ ավարտել բայց ոնց հասկանում ինձ սիրում են Ոնց հասկանում ես լավ կետ էր ոնց հասկանում ես քեզ սիրում են որովհետև դժվար մեզ մեկնաբանություններում գրեն շնորհակալություն որ հրավիրել եք Լևոնին եթե չգրեն papains կասեմ papain կգրեն 3 հոգով ուրեմն լավ այս ամբողջ հաղորդման մեջ մի հատ լավ հումոր Դա հումոր չէ հումոր էր Ինչ ասում հումոր չի հումոր էր Ջելկային ես հետո գրավեմ ուրիշ հաղորդման հյուրանպայման Հրավերում չենք սպասում ուրիշ հաղորդման հրավեր Չէ իսկ ես քանի որ չունեմ այդ մասնագիտական կրթությունը ես անում եմ այն ինչքան որ ինձ ներում է իմ փորձը եւ աստվածատուր տաղանդը ինձ որը հույս ունեմ Որը անսահման է Չէ անսահման աստված ինչ տալիս է դա անսահման է Լավ Լևոն իսկ եղել են միջադեպեր քո կարիերայում որ դու որևէ տեղ միջավայրում հաղորդման ժամանակ հավայելում ես այդ парքը չկա իրականում մի վայր։ Լույս որն գրել աշկես բա։ Որևէ միջավայրում որևէ հաղորդման ժամանակ, չգիտեմ, հումոր անես, որը քո համար շատ ծիծաղել է, բայց արձագանք չկա։ Այսինքն չծիծաղեն։ Ինչ ես անում այդ։ Ոչ բան ասում առաջ ինձ մեկը։ Իսկ չկատակ եմ անում։ Չես փակվում, չէ՞։ Չէ, այս հավատային խիպտի ես փակվեմ։ Որտեվ ես ուզում եմ այդ դու չես կնդած, դա քո խնդրեմ, դու չես հասկանում։ Այդ միջադեպը եղել է։ Բազմիցս է եղել այդ միջադեպը։ Դու հումորը զայլի ես կնդացել։ Ինչ մեծ հաղորդման ժամանակ։ Քոնը հեչ հաղորդման եղել է, հելնենք բեմ 400 հոգի նայել է ինձ, հումորը մարը չեն կնդացել, հա ի՞նչ անեմ չեն կնդացել, անցանք առաջ։ Մյուսին ո՞ղ կնդացել է։ Լևոն իսկ ասում են որ հումորը Լևոն ասում են որ հումորը ինչ որ բարդ իրավիճակներում փրկում է, ինչ որ իրավիճակներ հարթեցնում է, եղել է քո կյանքում տենց դեպքեր որ հումորը փրկել է քեզ։ Տենց չես անում։
Տենց լավ տեղեկացում։ Ես իրան էլ հարց չտամ, էլի խան։ Լևոն դիտում ա որ հումորը բացի աճակներում խնդրում ա։ Իհարկե եղել է։ Եվ Միշտ։ Նոր։ Հետո ստացված է, դեռ հումոր արեցինք, բան։ լավ։ Հումոր չի կա չփրկի, որտեվ եթե քո դիմացին ունի հումոր ու դու իր այդ շփվում ես հումորը, սա մինք ավտոմատիկորեն խնդալ, տրամադրությունն է բարձրանում, նույնիսկ կինոներ կան, տեսես, որ ինչ-որ մեկի ուզում է սպան, հումոր անում, ծիծաղում նոր են սպանում։ Հա։ Ապուշ օրինակ է։ Շատ։ Հա, բայց ապուշը դու մի ասա, քեզ չի սազում, դու աղջիկ ես, եթե ապուշ բառը չասես։ Բոլոր վատ իրավիճակները, բոլոր անհարմար իրավիճակներում կարող ես դուրս գալ միայն հումորով։ Նույնիսկ այդ բանը դու հասկանաս, կարող է պետք է դու քո վրայով հումոր անես, որ կողքինը մի քիչ տես բան կա, ես հասկանում դու մի քիչ դիսկոմֆորտ ես, որտեղ հասկանում ես, որ ես ավելի բարձր եմ, քան դու։ Ես կարող եմ իմ վրա հումոր անեմ, որ ինձ իջացնեմ, արդեն դու կոմֆորտի մեջ չես, շարունակենք այս խոսակցությունը ընդհանրապես։ Դրա համար միշտ փրկում այո, պետքա բան անել, էլի, ունենալ այդ տաղանդը։ Հարցրեմ։ Ինչ հարցում։ Մենք ուզում ենք գիտես Լևոն քեզ բլից հարցեր տանք, որոնց դու փորձես բլից։ B-L-I-C։ Որ առանց մտածելու դի պատասխան, է։ Ես որ առանց մտածելու դու միշտ ես պատասխան, բայց պիտի փորձես այս անգամ պատասխանես հումորով։ Այսօրից պրաժարկը անում երկու կողմից։ Սխալ են հասկացել, մեկը ուղղակի վիրավորում է, մեկը նեղանում է։ Սխալ են հասկացել պրաժարկը։ Ուր են գնում։ Հայերենում ամենածիծաղելի բառը։ Չկա։ Որ հայտնի մարդուն կուզեիր այդ քոսած պրաժարկան անել։ Ես ում հանդեպ կուզեի պրաժարկը անել, Աշոտ Ղազարյանը։ Եթե հումորը արգելվի Հայաստանում, ինչ կկատարվի։ Կգնամ։ Տուն նեղացած գնդակս կվերցնեմ։ Stand-up բեմ թե Instagram lil։ Տենում ես որ ես սովորել եմ, բայց չի օգնում բեմ խոսքը։ Stand-up բեմ թե Instagram reel։ Stand-up, նո ուղղակի բեմ։ Ամենացավոտ թեման, որի մասին կարելի ամենակատակով է խոսել։ Եթե մեր հասարակության համար կրոն։ Հայ տղամարդու ամենածիծաղելի հատկությունը։ Քիթը, չէ, հատկությունն է, շատ լավ հատկություն է, ձեր քիթը։ Դե մեր քիթն էնց որ հատկությունը համար է, ինչ-որ ավելա։ Հայ տղամարդու ամենածիծաղելի հատկությունը խանդել, բայց շատ ծիծաղելու ձևով խանդել, հայ ինչ-որ քյարտու խանդել։ Հայ կնոջ մասին ամենատանգավոր հումորը։ Ուշադիր լսում են մեզ։ Հայ ով է լսում մեզ։ Հայ կանեք։ Հայ կնոջ մասին չի կարելի հումոր անել, հայ կինը սուրբ է։ Եթե որևէ հայ քաղաքական գործ չի կանչելու լինեիր Կարմիր խնձորում կկանչեիր։ Այս պահին Թեկուզ վաղը։ Գագիկ Ծառուկյանն։ Միանշանակ։ Եթե ինձ ամենահետաքրքիրը, էլի մնացածից մեկը ամենահետաքրքիր։ Ինչ սովորություն ես, որը շատ հումորային է քեզ համար։ Ասեմ, Սառնանի դուրը փակելուց միշտ են ձևամ տնամ փակվել է թե։ Բրավո։ Վակուումն եմ ստուգում։ Զավեշը առաջացնում Լևոնի։ Շնորհակալ ենք, որ միացար այսօրվա մեր քննարկմանը։ Իրական Դու առաջին մարդն ես, որ եթերում ինձ ասեց կյանք, ես դա քեզ չեմ ներում, բայց ամեն դեպքում։ Բայց կյանքը վատ բան։ Ամեն դեպքում դա կքննարկենք հետո։ Այսպես երկար կյանք ունենաս։ Դա կքննարկենք հետո, հուսով ենք, որ հումորային է ստացվել։ Այո, հումորային Դե լավ կնային արդեն կոմենտներում կգրեք հումորային ստացվել։ Մի վարքան, բայց պարտադիր հումորային ստացվի, չկա Չէ, դու հիմա կարող ես լռել։ Դու հիմա կարող ես լռել։ Կյանք։ Ես կարծում եմ, խնդրում եմ օրը ոչ լեզվի հետ էլ չասացեք։ Հələ մի վարքան, թող ես 5 րոպե ավել դեպի, սպասի բան եմ ասում։ Դու չի ոնց կարելի է կյանքը բառից նեղանալ։ Այսօրվա մեր հյուրն էր Լևոն Խաչատրյանը, շնորհակալ ենք, որ լսեցիք մեր ոդքասթը, կհանդիպենք։ Հասկանում ես, կյանքի համար կյանք են տալիս։ Իսկ ինքը նեղանում ես բնից եթերում։ Դե եթերում կյանք բառը մի տեսակ այդքան որ հյուրս քեզ կարելի է։ Այսօրվա մեր հյուրն էր կյանք Լևոն Խաչատրյանը, կհանդիպենք մյուս շաբաթ, շնորհակալ ենք, որ լսում եք մեզ։ Դուք շաբաթ ես մենք կհանդիպենք մյուս ուրբաթ սանձրոզը։ Ես էլ այսօր ջելկային նայելով ավելի համոզվեցի, որ եթե մի քիչ հումորով վերաբերվենք ամեն ինչին, թեթև կանցնի։ Իրականում սենց չէ։ Մինչ այլոց սպայսակ դեռ մենք ունենք մեր պաուզաներ, ջելկան ասում են ինադու։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Մեկ մոնտաժով կողկտորներ հանել։ Ես շատ լինեմ ձեր եթե։ Մի մոռացեք բաժանորդագրվել Monk 3 YouTube-յան ալիքին, սեղ մեկ պարտադիր զանգակը, հումորով վերաբերվեք ամեն ինչի Այո, ու թեթև ապրեք, թեթև ապրեք։ Եթե նույնիսկ Լևոնին չեք սիրում, նայեք ոչ։ Ունեցեք ինքնահեգնանք։ Եթե չեք սիրում, ել նայեք ինձ պետք չի ձեր։ Ձեր եթերում էր A2Z-ը, նրանք կներեք էլի, որ խոսում եմ խանգարելու ժամանակ ձեր։ Այսի հումորն եմ։ Այո, ձեր եթերում էր A2Z-ը, մինչ նոր հանդիպումներ։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Ուրբաթ 20:00 Կարմիր։ Օ